Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում սկսվում է նոր, առավել դրամատիկ փուլ։ Այն, ինչ մինչ այր պարզապես լարվածություն էր, հիմա վերածվում է ճակատագրական հանգույցների։ Ամեն ինչ փոխվում է այն պահից, երբ բժիշկների ուսումնասիրությունից հետո Ալինայի մոտ հայտնաբերվում է լեյկեմիա։ Սա ոչ միայն ծանր հարված է ընտանիքի համար, այլ նաև նոր բացահայտումների ու հուզական բախումների իրականացում։ Բժշկուհին նշում է, որ աղջիկն ունի արյան լուրջ խնդիր և այս պահից սկսած բոլորը կանգնում են կյանքի ամենադժվար ընտրության առաջ։ Բայց ամենացավալին այն է, որ կպարզվի, որ երկու քույրերն էլ նույն հիվանդությունն ունեն։ Սա արդեն պարզապես հիվանդություն չէ, սա ընտանեկան ողբերգություն է, որը հասունացել է անցյալի սխալներից, ընտանեկան քայքայումից, մոր բացակայություններից և տարիներով կուտակված ցավից։ Էլիզը, որը վաղուց արդեն պայքարում էր ներսի ցավի ու վրեժի զգացման դեմ, հիմա ամբողջ ուժով է մեղադրում Արշակին։ Նրա կարծիքով մայրը հեռացել է իրենից հենց Արշակի պատճառով։ Ալինան հիվանդացել է, որովհետև երկար տարիներ զրկված էր մայրական հոգատարությունից։ Եվ ամբողջ մեղքը, ըստ Էլիզի, ընկնում է Արշակի ու նրա ընտանիքի վրա։ Էլիզի խոսքերը դառնում են ավելի կտրուկ, հուզական և, իհարկե, ոչ միշտ էլ արդարացի։ Նա փորձում է իր ցավը տեղափոխել ուրիշների վրա, պատճառ դարձնելով Արշակին, նույնիսկ եթե իրական մեղավորը միայն անցյալի չբացահայտված հանգամանքներն են։ Նա և Նորոն գնացել էին բժշկի մոտ՝ պարզելու Ալինայի անալիզի պատասխանները։ Անալիզի պատասխաններն իմանալուց հետո Էլիզն էլ ավելի է չարացել Արշակի հանդեպ ու Նորոյին ասում է, որ ամեն ինչում մեղավոր է հենց Արշակը։ Այս պահին Նորոյի միակ մտածմունքը Ալինայի հիվանդությունն է ու նա նույնիսկ չի ցանկանում լսել Էլիզի մեղադրանքները։ Բայց Էլիզը միայն մեղադրում ու մեղադրում է։ Նա նույնիսկ մեղադրում է հենց Նորոյին, նշելով, որ Ալինան ավելի շատ բան է հասկանում, քան Նորոն, բայց իհարկե այդ ամենն այդպես չէ, Նորոն էլ ունի իր մեղադրանքների բաժինը, հատկապես, որ տատն ամեն ինչ անում է, որ մեղավորության սլաքներն ուղղվեն Շուշանի, ոչ թե իր որդու ուղղությամբ։ Արշակը գերեզմաններ է գնում։ Այս հատվածը դառնում է սերիալի ամենաուժեղ տեսարաններից մեկը։ Արշակը գնում է կնոջ գերեզմանին ներողություն խնդրելու, պատասխաններ փնտրելու, ցավը մեղմելու համար։ Նա փորձում է հասկանալ ինչ է սխալ արել, ինչու է իր ընտանիքը փլուզվեց և ինչու մինչև հիմա բոլորը մեղադրում են իրեն։ Բայց հենց այս պահին նա հանկարծ տեսնում է Էլիզին, որը նույնպես եկել է այնտեղ։ Էլիզի ներկայությունն այդ պահին լի է ցավով, զայրույթով և ներքին հակասություններով։ Դրանցից ամենակարևորը, որ նա չի ցանկանում ընդունել, որ իր վրեժը ոչ թե բուժում է իր ցավը, այլ խորացնում է այն։ Ամենահետաքրքիրն այն է, որ հավանաբար Նորոն էլ է այնտեղ, և եթե Նորոն տեսնի Արշակի և Էլիզի հանդիպումը, բնականաբար կհեռանա տարածքից, իսկ եթե Արշակը տեսնի Էլիզին ու Նորոյին միասին, կհասկանա ամեն ինչ։ Միևնույն է, Արշակը մի օր բացահայտելու էր այդ ամենը և հասկանալու, որ Նորոն, Էլիզն իրար հետ կապ ունեն և նրանք Շուշանի երեխաներն են։ Այս պահը կարող է շրջադարձային լինել ամբողջ սերիալի համար։ Այստեղ է, որ ճշմարտությունը սկսում է դուրս գալ մակերես և յուրաքանչյուր հերոս կանգնում է իրականության ու անցյալի ստվերների դեմ։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել առավել հուզիչ և լարված։ Նորոն կասկածի տակ կդնի իր քրոջ խոսքերը։ Ալինայի և Արևի առողջական խնդիրները միավորելու են նախկինում բաժանված ընտանիքները։ Մագդայի ու Նորոյի հարաբերությունները մեծ փորձության են ենթարկվում այս պահին, իսկ Արշակի ու երեխաների միջև վերջապես տեսանելի կլինի այն զգացմունքային կապը, որ տարիներ շարունակ մարած էր։ Սա այն փուլն է, երբ ուրիշի ընտանիքը դառնում է ոչ թե պարզապես դրամա, այլ իրական հոգեբանական պատմություն մաքրության, ցավի, մեղադրանքի ու ներելու մասին։ Եվ հավանաբար Ալինայի հիվանդությունը հաղթահարելու համար նրանց բավական մեծ գումար է անհրաժեշտ լինելու, իսկ այդ գումարը տալու է Արշակը և հավանաբար նա ստանալու է ներման հնարավորություն։ Իհարկե Արշակը ոչ մի բանում մեղավոր չէ, կարելի էր մեղադրել բոլորին, բայց ոչ Արշակին։ Նրանց մայրն է թողել 3 հասուն երեխաների
ու հեռացել սիրած տղամարդու հետ, անորոշ, չիմանալով, թե ինչ ապագա է սպասվում, չնայած որ նա ցանկացել է իր երեխաներին իր մոտ տանել, բայց չի ստացվել, կյանքն ունի իր կանոնները և ինչպես ասում են, ամեն ինչ չէ, որ պլանավորվածի նման է գնում, բայց երեխաներն ունեն հայր և ոչ մի անգամ նրանք այդ հորը չեն մեղադրել իրենց միայնակ թողնելու համար, քանի որ տատիկն ամեն ինչ անում է, որպեսզի մեղադրանքները հնչեն միայն մոր նկատմամբ, բայց այս պահից ամեն ինչ խառնվում է իրար, քանի որ Ալինայի առողջական վիճակից ավելի կարևոր ոչինչ չկա, նրանք պայքարելու են, որպեսզի Ալինան ոտքի կանգնի, լավանա ու ապրի լիարժեք կյանքով, բայց նրանց օգնություն պետք կգա այս ճանապարհին, իսկ այդ օգնող ձեռքը լինելու է հենց Արշակի ձեռքը: Դե ինչ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն: Մնացեք մեզ հետ ու իմացեք ավելին: